Ողջույն, արժանապատիվ եւ ուժեղ հայրենակիցներ։ 8 տարի շարունակ այս իշխանությունը կառավարելով մեր երկիրը ձախողել է, որովհետեւ բերել է 3 պատերազմ։ Կորցրել ենք Արցախը, որովհետեւ ունենք հազարավոր զոհեր, հազարավոր խեղված ճակատագրեր եւ այս ամեն ինչի համատեքստում բնական է, որ անգործությունը պետք է լրացնել աղմուկով։ Մենք տեսնում ենք, թե մեր թիմակիցների նկատմամբ ինչպիսի ռեպրեսիաներ են։ Եվ իհարկե սա խոսում է նրա մասին, որ պետք է լրացնել անգործությունը։ Սակայն մեր քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ մեր երկրում տեղի են ունենալու իրական փոփոխություններ, որոնք բերելու են իրական արդարության։ Մեր պայքարը արդարության համար է, որպեսզի մենք ունենանք օրենքներ ամեն ինչից վեր։ Մեր պայքարը նրա համար է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում դատավորը կարողանա արդար վճիռ կայացնել առանց զանգերի սպասելով։ Մեր պայքարը նրա համար է, որպեսզի մենք մեր երկրում ունենանք պետությունում պաշտպանված քաղաքացի եւ ոչ թե քաղաքացի, ով պետությունից է պաշտպանվում։ Հարգելի հայրենակիցներ, մենք տեսնում ենք, թե մեր երկիրը ինչպիսի վիճակում է։ Մեր սահմանամերձ գյուղերում ինչպիսի աղքատության շեմին են մեր բնակիչները։ Մենք տեսնում ենք մեր հանրապետությունում օր-օրի ահագնացող գնաճը։ Եվ այս ամեն ինչի համատեքստում այս իշխանությունը փոխարեն կարողանա իր գործը, որը որ 18 թվականին մեր ժողովուրդը վստահել էր, պատշաճ իրականացնի, մեր երկիրը տանում են անդունդի ճանապարհով։ Մեր երկրում լինելու են փոփոխություններ եւ այդ փոփոխությունը բերելու է Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը։ Այո! Մենք միասին բավականին բարդ ճանապարհ ունենք անցնելու, բայց քանի որ այդ ճանապարհը արդարության համար է, մենք այդ ճանապարհը անցնելու ենք միասին Սամվել Կարապետյանի հետ արժանապատիվ։